շուտ գնացիր։ Լավ չէ ես գոմ ինձ կներես։ Կարող էր չի ինձ ասել։ Այնքան վատ է, որ չէ էլ ուզում հետդ խոսայի։ Իմը դրա մանես լաց լինում։ Չէ։ Ես նեղացրի քեզ։ Չէ, ուղղակի լավ չեմ զգում մի քիչ։ Կարող եմ ներս գալ։ Հա, արի։ Դե խանգարեմ։ Չէ, ինչ պետք է խանգարես, արի։ Չգիտեի, որ ծխում ես։ Չեմ ծխում։ Ասա ումն է։ Ես եմ առել։ Մի քիչ ջղայնացած էի, այսցի ծխեմ կարող է անցնի, բայց չեմ ծխում։ Լավ։ Մեկա չես հավատում, չէ։ Չէ, ինչու հավատում եմ։ Կասես ինչու ես լացել։ Այդ մաման էր եկել։ Ինչ է ուզում քեզնից։ Ոչ մի բան։ Ամուսինը տնից դուրս է արել։ Դի հիշեր, չէ։ Նորն այնպես ես նեղացած նրանից, որ չես էլ ուզում անգամ հետը խոսել։ Այնքան բան է արել։ Ոնց կարելի է իրան մեր անվանել, էլի, չգիտեմ։ Ես ոչ մի անգամ չեմ զգացել, որ մամա ունեմ, հասկանում ես։ Ոնց կարամ մայրը իր 15 տարեկան երեխուն թողի գնա։ Ոնց։ Որքան հասկացա, նրանք բաժանվել են։ Չէ։ Դուրս է արել, փող չունի, տուն չունի։ Մեր տան փողով էին այդ տունը առել, էլի։ Բայց Իսկ բայց ինձ ոչ մի բան չի հետաքրքրում։ Ինչ ուզում են թող անեն, մենակ ինձանից թող հեռու մնա։ ուրեմն քեզ այդքան նեղացրել է, հա։ Շատ։ Իսկ ինչ է արել։ Ամեն ինչ։ Ինչ վատ բան կա։ Հասկանում չես ուզում խոսել։ Կխոսեմ, բայց եթե չես հավատում, Կփորձեմ հավատալ։ Ասա։ արի դուրս գանք, էլի չեմ ուզում տանը մնամ։ Ինչու։ Վախենում ես, որ էլի կգա։ Չէ։ Ուղղակի տանը չեմ ուզում մնամ։ Գնանք։ Լավ։ Եթե ուզում ես գնանք։ Լավ ապրած որեկոր։ Ես գնում եմ դու միզանդի, հա, բայց հարմարել է ես գնում ես։ Դու չզանգես ես կզանգեմ, հա, որ հարմարել է։ Փակ։ Աննա ջան, դու դեռ այստեղ ես։ Նստիր։ Ես առաջադրանք ունեմ։ Ուղղակի ուզում եմ ավարտեմ նոր տուն գնամ։ Բայց դու տեղյակ ես, որ բոլորը գնացել են, մենակ դու ես մնացել։ Հա? Իհարկե, գնունին նույնպես։ Լավ։ Հիմա վեր կաց, գնա տուն Աննա ջան։ Վաղը կգաս կշարունակես։ Վաղը։ Հետո չի կարելի էս կան ծանրաբեռնվել, չէ՞։
Լավ, դե ես գնամ։ Շատ լավ գնա։ Աննա, գիտես, ես մինչև հիմա զարմացած եմ։ Զարմացած եմ, թե դու ինչպես ես կարողացել օգնել Գնունին։ Բայց ես ոչ մի բան չեմ արել։ Պարոն Գնունին ինքը գտավ լուծումը։ Բայց Գնունին ասաց, որ դու իրեն օգնել ես, ուղղություն ես ցույց տվել։ Հա? Մենք մինչև հիմա հիշում ենք քո բերած օրինակը։ Շատ հետաքրքիր օրինակ ես բերել, գիտես։ Գնունին այդ ծրագիրն անվանում է բնկալի ձու։ Շատ լավ օրինակ ես բերել, ապրես։ Դա լավ, ես գնամ։ Գնա Աննա ջան, գնա։ Ստեսություն։ Տիգրանն ուզում էր, որ դու մտածես, որ դու մեծ օգուտ ես տվել։ Փաստորեն նա ուզում է օգնել քեզ։ Ուզում է, որ դու ոգևորվես։ Բարև ձեզ։ Բարև Ինգա ջան, բայց Աննան տանը չի։ Հա, իսկ կարող եմ ներս գալ։ Իհարկե, ներս արի, Աննային հո բան չի եղել։ Չէ, բան չի եղել։ Ներս անցի։ Անցի նստի։ Ճիշտն ասած, Աննայի մասին եմ ուզում խոսել։ Ինչ է եղել։ Չէ, Աննային բան չի եղել։ Ուղղակի ինքը շատ նեղված է։ Ինչի։ Դե, ճիշտն ասած իմ գործը չի, բայց ես երեք իրան տեսա, ինքը լացում էր ու շատ վատ էր զգում, որ ձեզ հետ կոպիտ ա խոսել։ Շատ ա նեղվում։ Ոչինչ։ Իմ երեխան է, ես չեմ նեղանում։ Փաստորեն գյուղ եք հա գնում։ Գնում ենք։ Դե դա ձեր որոշումն է։ Կարող է ինչ-որ խնդիրներ ունեք։ Ես կարող եմ օգնել։ Ինչ եղավ։ Ոչ մի բան։ Բարև ձեզ։ Ինչ կա, չկա։ Խմում ենք, հա, ոնց է։ Բայց գիտես, որ ես աղջիկա խմիչք չի։ Ինչ ես ուզում։ Դե լավ, հա, խմի, եթե ուզում ես, կարանք իրար հետ խմենք, բայց փոքր ես, երևի։ Գնա։ Էլ չեմ խանգարի, հիմա արի իրար հետ խմենք։
Չես տեսնում, հավեսը չունեմ։ Դե լավ, արի իրար հետ խմենք։ Գնա։ Աղայք չեք միանում մեզ։ Հետո անունդ ինչ է։